Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4%-ով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնարավորությամբ նվազել է 0,1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Ըստ նախարարի, պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ։ Ներքին պարտքի ծավալը վերջին տարիներին աճել է, հասնելով 50%-ի։ Վերջի շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ խոսում ենք պարտքի մասին եւ մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում են, որպեսզի մենք մեր փորձով կիսվենք եւ ցույց տանք, թե ինչպես ենք մենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել, որովհետև մեր նման երկրներում այդ ծավալը կազմում է ներքին պարտքը կազմում է 20-30%, մեր մոտ էլ է նույն մակարդակը, վերջի շրջանում իհարկե վերջի տարիներին մենք կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, որը իհարկե մեզ որոշակիորեն մեղմացնում է արտաշուրթային ռիսկերից։ Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած 750 միլիոն դոլար ծավալով 7,1% եկամտաբերությամբ եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել։ Շեշտեց նախարարը, հիշեցնելով, մեր սահմանած տոկոսադրույքը բավականին ցածր է։ Իհարկե նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջի տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից։ Ներդրումների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպան 14%, Մեծ Բրիտանիան 45%, ԱՄՆ-ը 34% եւ Միջին Արևելք եւ Հյուսիսային Աֆրիկան 5%։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, դրանց թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով։ Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի 5-րդ թողարկումն է։ 2025-ին եւ 26-ին նոր պարտատոմսեր չեն պլանավորում թողարկել։ Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ ամուլսարի գործարկումից, որը կարող է դրական ազդեցություն ունենալ։ Այո, ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա կարող է որոշակիորեն մեր գնահատմամբ 0,5%-ի շրջանակներում ազդեցություն ունենալ։ Այն ինչ որ մենք դրել ենք բյուջեում որպես տնտեսական աճի ցուցանիշ, այդ ցուցանիշին մենք կարողանանք հասնենք։ Քովիդ, պատերազմ եւ մի շարք այլ հանգամանքներ տնտեսության զարգացման համար դժվարություններ են առաջացրել, բայց Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերադառնում է պոտենցիալ աճին 5-ից 5,5%-ին, ամփոփեց Վահե Հովհաննիսյանը։